արդեն վերկենան գնանք, այլ իրականությունը քարտեզում կա իրականացնել վարչակազմարից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, ՆՑԿ-ի անդամները հնարավորություն ունենան օբյեկտիվ ամբողջական քննության առարկա դարձնել համապատասխան խնդիրը գնահատել։ Արդյոք առկա են համապատասխան պատասխանատվության միջոցի իրավունքի հիմքեր, թե ոչ։ Ուրեմն միլիցիաների դեպքում ցուցակցած այդ պատասխանատվության միջոցի հիման ըստ էության, եթե խնդիրը կայանում է նրանում, որ ժամանակավոր կառավարչին հարցնեն, արդյոք կողմ է չդերում, ժամանակավոր կառավարիչը ունենալով լիազորություններ, վերածնելով իր լիազորությունները ասի համաձայն եմ կամ համաձայն չեմ, կարեն բարի չավեն, կարեն ուղղակի գրավոր ուղարկեին նախոցիկը, գրել ասեն համաձայն եմ, ու ավարտել։ Եթե անում են լսումներ և իրականացում ավարույց, ինչ դա օրենքի պահանջ է, որպեսզի իրականացնեն լսումներ և վարույց, ենթադրվում է, որ Շահագյուր Գևորգյանի կրկնմասնակցեն վարույցին, մասնակցեն լիարժեք, այսինքն ոչ թե մենք այստեղ ձեռի հետ ենք ներկա կամ ոչ ձեռի հետ ենք ներկա, այլ համապատասխանաբար հաշվի տեխնիկական պայմանները, 1, 2, 3, եթե 4 տեղ է, ուրեմն 4 տեղ ներկա լինենք, մնացածը դահլիճում էլի ներկա կլինեն, դիրքորոշում կհայտնեն։ Բայց պարոն Օրբելյան, Շահագյուր անձը նաև քաղաքական իրադարձություններով պայմանավորված եկեղեցու աջակցության մասին հայտարարությունից հետո է սկիզբ առել այս գործընթացները եւ կներեք հրապարակային են եղել վարչապետի հայտարարությունները եւ գրառումները եւ հանձնարարությունները իրավապահների եւ կներեք դա ԿՊ-ի թիմի անդամ Երեք մասի բաժանեմ, երեք մասի բաժանեմ ձեր հարցը փորձենք պատասխաններով գտնել։ Գոյություն ունի վարչական վարույթի եւ ցանկացած դատավարական գործընթացի իրավական շահագրգռվածություն։ Իրավական շահագրգռվածությունը այս դեպքում դա գլոբալ հետնա։ Այսինքն եթե շատ գլոբալ ենք կայում, հետնա։ Եթե անունից հանդրժեշտ իրավունք տրված է դերերին, որովհետեւ այս բանին հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները, որի հիմա սահմանադրական դատարանում քննարկվում է, ըստ էության առաջացել են որոշակի խնդիրներ։ Ռոմանոս Պետրոսյանը իրան շահագրգիռ է համարում, իրան հետաքրքիր է արդյունքը, հետաքրքիր չի արդյունքը, դրանից կախված իր կարիերան կզարգանա, դրանից կախված իր կարիերան չի զարգանա։ Դրա արդյունքներով ինքը կենթարկվի քրեական պատասխանատվության, քաղաքացիական պատասխանատվության, թե չի ենթարկվի քաղաքացիական քրեական պատասխանատվության։ Իրեն չի դարձնում սույն վարույթի շրջանակներում շահագրգիռը։ Լավագույն սցենարի դեպքում, որը կրկին բավականին պրոբլեմատիկ է, ինքը կարող ունենա վկայի կարգավիճակ։ Լավագույն սցենարի դեպքում եմ ասում։ Վկայի կարգավիճակ սեղանի մոտ ոչ մի վկա ոնց որ նստած չի։ Համապատասխանաբար խնդիրը ես ուզում եմ իրարից տարանջատենք։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի շահագրգիռ արդյունքներով, որպեսզի ինքը վաղը չվճարի բազմամիլիոնանոց գումար իր գրպանից քաղաքական ցանկություններ իրականացնելու համար։ Հա, որովհետև կա համապատասխան գործընթաց, որին արդեն կա միջանկյալ որոշում, որը արդեն պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար, որի չկատարման արդյունքում վնասի հատուցման փուլին հասնելու դեպքում պատասխանատվությունը լինելու է էապես ավելի բարձր, քան եթե միջանկյալ որոշումները կատարվեն, վնասները, ասենք ասենք, վնասների ծավալը կարելի է սահմանափակել, այս պահի դրությամբ վնասները ներդրողը ուղղակի դրանց ծավալները կարող զգալիորեն պակաս լինի, քան եթե շարունակվի գործընթացը։ Հետևաբար, ավարտեմ հետո դուք հարցրեք, հետևաբար նորից վերադառնալով հարցին։ Դա չի նշանակում, որ այդ բոլորը պետք է կանգնեցնել եւ սեղանի մոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հասարակական կազմակերպությունների միջոցով ներկայացված են, ծնողների միջոցով ներկայացված են եւ կարող են մասնակցել։ Խնդրեմ, եթե դուք հարցեր ունեք, ես Mikrofonu kıyaslayın. Ավելի ամուսվում են, որ զրկելու են, բայց մեր այստեղ լինելը այս ներկայացուցչական կազմով հաստատում է մի բան, որ մենք մեր արած չարածների համար վախենալու բան չունենք, ներկայանում ենք պատշաճ կարգով։
պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին, պատրաստ ենք հարցեր տալ հասկանալու համար ինչ է կատարվում։ Հավելեմ իմ գործընկերոջը խոսքը վերաբերվում է անխտիր ամբողջ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ժողովրդին։ 3 միլիոն են, վերաբերում է 3 միլիոնին։ Մային սահմանափակում չպետք է լինի։ Խոսքի սահմանափակում չպետք է։ Պատկերացնում եք, այսինքն մեր մեղավոր նաև իհարկե, եթե կարիքը լինի, բնականաբար, որովհետև նորից կրկնում եմ, սա ինչ որ չափով դատական նիստ է։ Այստեղ լսված է, հիմա պատկերացրեք իրավիճակ, որ 5 փաստաբանով ներկայանում է ինչ-որ մեկը եւ թույլ չեն տալիս փաստաբաններին, որպեսզի խոսեն։ Կամ իրենց խոսքը ասեն, կներեք ավարտեմ, այսինքն այս ամբողջը ի սկզբանե անելը, ես այսպես իմ կարծիքն եմ ասում, կամ հոգեբանական ճնշում, կամ չհաշվարկելով, որ մենք գալու ենք այդտեղ խելոք նստեինք եւ այլն։ Ես ընդամենը ոչ խելոքը սա էր։ Ես ընդամենը, չէ, խելոք նախ եկեք իրավական այսպես բառախաղի մեջ թույլ չտանք, որպեսզի իրավապահարմինները մտնեն, խելոք նկատի ունեմ ուղղակի առանց այս խոսելու եւ մեր իրավունքները բարձրացնելու նստել են տեղ։ Կամ կեղծանակ Սամվել Կարապետյանը 21-ի ընտրություններից հետո ես նշել եմ կառավարության շենք եւ Սերժ Փաշինյանը շնորհավորել է նրան։ Դրանից հետո եւս հանդիպում է եղել։ Այս ընթացքում ինչ է եկեղեցու վրա արշավը եւ դրա մասին աջակցության մասին հայտարարությունը։ Եղել են ակնարկներ, բարեկամաբար, գուցե կառավարության շերտում ուղիղ խոսք, կամ հասկացրել են ձեզ, որ խմբելու է հեծը կամ կան խմբիներ, դուք պարտավոր եք դրանք լուծել։ Ես խոսքը ուղղում եմ բաղուկից առանցին հասկացնելու Հարցը շատ ծավալուն է, կարճ փորձեմ պատասխանեմ, նիստից հետո հաճույքով պատասխանեմ բոլոր հարցերին։ 4 ամիս, մի քիչ անգամ ավել, ես ուղիղ խոսքով ասում եմ, անգամ ակնարկ չի եղել։ Ենթադրվում է, որ ճիշտ է։ Ինչի համար։ Եթե այդպիսի ակնարկ լիներ, ինչ որ մեկը կասեր, որ գիտեք ինչ, Ազինյան Դավիթին, մյուսին, սեփականատերերին մենք գոնե ակնարկել ենք, չի եղել այդպիսի բան։ Այդ դուք ասեցիք, որ այդ դեպքում պետք է լինի ապացույց, չէ՞ ուղղակի խոսելով չի, թող ասեն հունիսի 16-ին ձեզնից մեկին ասել ենք խլելու ենք, որի արդյունքում եղավ հունիսի 17-ի կամ 18-ի Ես իմ կարծիքն եմ հայտնել բարոյական առումով Ես ինֆորմացիա եմ ունեցել, որ հանձնաժողովի անդամները հոկտեմբերին եղել են ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում հոկտեմբերին։ Ոչ միայն, նաև աշխարհաքաղաքական։ Ում է ձեռք տալիս սա ունենալը։ Ոչ մի նորմալ ներողություն եմ խնդրում, ոչ մի նորմալ ընկերության բարի համբավ ունեցող այդպիսի բարոյական կոդեքս էլ կա, չէ՞, որ ոչ մի արտասահմանյան այսպիսի գումարներ ունեցող, ակցիաներ ունեցող չի կարող, չի վճարի այդքան խլված ապրանքի համար, խնդիրը սա է։ Իսկ ինչու ոչ, իսկ ինչու ոչ։ Ոչ, բացարձակ։ Չկա ազգայնացում հասկացությունը, դա կրկնում եմ, իշխանությունների այսպես չքաղաքականացնենք, նիստերի դալիճում ենք, հետո պատասխանում ենք, եթե կարող։ Հիմա նիստը սկսվել է հանրային պարտադրանքով։ Հիմա ես ներողություն եմ խնդրում։ Դուք խնդիր ունեք տապալես նիստը։ Ես հենց փոքր ժամանակով կառավարության ցույց տվեք ինտերես զբաղեցնեք մտածած։
Ասեք ինչ եք մտելի, դուք կողմ եք, Ես հծկան նախագահի մոտ չէ, ես հանդեսի սենյակում նստած եմ։ հստակ նախագահ եք։ Ներողություն ասեմ, շուրջը խոչընդոտում եք մեր աշխատանքը։ Բա ինչով նա Դավիթ Մասինյանի գիրը գործ։ Ես խնդրում եմ հիմա կարգ ու կանոն հաստատեք, իրավունք Անհավատալ պայմանները։ Առաջին հասարակություն Մակարյան, խնդրում եմ այդ սադրիչ հարցերը թողեք, Ալի չկա սադրիչ հարցը։ դուք մամուլից սերտ չեք վերջին 4 տարիներ շշկալու։ Ես օրենք Ժորժան հետցի գործադիր կառավարումը ես եմ ներկայացնում։ Խնդրում եմ թողեք աշխատենք։ Չի կան այսպես վարվել։ Համեցեք նստեք, պարոն Պետրոսյան, ինչ ջրանացեք։ Խնդրում եմ դուք խոչընդոտում եք մեր օրական Պարոն Պետրոսյան, Բոլորի խնդրում եմ լռել և ստաղեցնել իրենց տեղերը։ Պարոն Պետրոսյան, խոչընդոտում եք մեր օրինական ոչնչոտել եմ միակ բան արդեն։ Պարոն Պետրոսյան, Բոլոր լրագրողների խնդրում եմ զբաղեցնել իրենց տեղերը։ հաջողվել կարգիրավիրել, պարոն Պետրոսյան, տամբռնացված Սանդենյանը։ Հարգելի գործընկերներ, եթե ուզում եք նիստը սկսենք, Լրագրողներ, սիրելի գործընկերներ, զբաղեցրեք ձեզ համար նախատեսված տեղերը։ Տվել է։ Այդ մարդիկ էլ տիկնաբանում են։ Պարոն Պետրոսյան, կարգիրավիրեք, ոստիկանների խնդրում եմ, ոստիկանության աշխատողների խնդրում եմ ներս գալ և կարգիրավիրել։ Գրեք, հանուն Հայաստանի Հանրապետության եք մունատ գալի հիմա։ Մի հատ հասկանեք էլ ինչ եք եկել մեր վրա մունատ գալիս։ Պարոն Պետրոսյան, ձեր թիկնապահներն են, պարոն Պետրոսյան, ձեր թիկնապահներն են, բա ինչ թիկնապահի ֆունկցիա կատարում։ Հարգելի լրագրողներ, վերջին անգամ եմ խնդրում, զբաղեցրեք ձեզ համար նախատեսված տեղերը, այլապես ես ստիպված կլինեմ բոլոր կարգազանցներին հեռացնել դահլիճից։ Վերջին նախազգուշացումն է սա։ Բայց այն ինչ որ դուք անում եք, դա անկարգություն է, խուլիգանություն է, նիստերի վարման կարգից դուրս, կանոնակարգից դուրս գործողություններ եք անում։ Խնդրում եմ, հարգելի ոստիկաններ, կարգի իրավիրեք, զբաղեցրեք ձեր համար նախատեսված տեղերը, հարգելի լրագրողներ։ Թույլ տվեք նիստը սկսենք։ Թույլ տվեք նիստը սկսենք, հարցեր տալու իրավունք այս փուլում դուք չունեք։ Անցեք նստեք ձեր տեղերը, խնդրում եմ։ Հարգելի ոստիկաններ, խնդրում եմ լրագրողներին ուղղորդեք դեպի իրենց համար հատկացված տեղերը։ Գնացեք քեշմերից, կարողով հարցակուր չեք։ Հեսա կազմակերպեք։ Պարոն Պետրոսյան, Ուրեմն լրագրողների համար պարոն Պետրոսյան, մի րոպե վերջացրեք բոլոր տեսակի հարցապնդումները կամ հարցազրույցները։ Պարոն Մակարյան, խանգարում եք, մի կողմ շրջվեք։ Պարոն ոստիկաններ, խնդրում եմ առաջացեք լրագրողներ, հետ քաշվեք դեպի կամերաները։ Ես քիչ հետո կծանոթացնեմ ձեզ նիստերի վարման կարգի հետ, որից հետո կսկսենք բնականon աշխատել։ Մի րոպե, մի արձագանքեք, դուք իրավունք չունեք ստեղ կամ թելադրել։ Հետ նստեք, դռնբաց նիստ է և դռնբաց նիստին բոլոր
մնացած քաղաքացիները ևս։ Ուրեմն ժողովուրդ, մի րոպե սպասեք, լրագրողների հարցը կարգավորենք, հետո ձեր հարցը կկարգավորվի։ Մի անիմաստ աջոտաժ ստեղծեք։ Դեր չկա, ուրեմն կամերան միացրեք, դահլիճից դուրս ընդեղ սպասեք։ Սաֆարյան, այս կողմում նստացնելու խնդիր կա ժողովրդին, մի հատ կանոնակարգեք, թող նստեն։ Ազատ աթոռներ կան, գնացեք, զբաղեցրեք, հարգելի ներկաներ։ Ավելորդ լավ ստեղծեք, թույլ բնականոն ընթացքով սկսենք և շարունակենք։ Պարոն Պետրոսյան, պայմանները սուր են, նշի որ ենք ուզում ենք լինի։ Խնդրում եմ լռություն դահլիճում։ Խնդրում եմ լռություն դահլիճում, ուշադրություն։ Տիկին Ազիզյան Ուրեմն հարգելի ներկաներ, հարգելի լրագրողներ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուշադիր լսեք, ես բնավ տրամադրված չեմ նիստի ընթացքում որևէ մեկին հեռացնել դահլիճից կարգազանցության կամ նիստի ընթացակարգը խախտելու պատճառաբանությամբ, բայց եթե նիստը սկսելուց հետո կլինեն այդպիսիք, միանշանակ ես իրավասու եմ ինձ տրված նիստերի վարման կարգի համաձայն այդ գործողություններին գնալու։